Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, բարև ձեզ խիստ զարմացած, մեր գաղափարակիցներ, ժողովուրդ, ընտրողներ, ընդդիմադիրներ, այդ խիստ զարմանքի պահով ոչ եթերային բառ կա, բայց ես չեմ ասի, ես երեք բազմաթիվ իմ ընկերներից ստացել եմ տենց շոկի մեջ զանգեր, իրանք բոլորը օղակի ապշած էին, որ կարող է այդքան վատ են ճանաչել Հայաստան խմբակցության այսօրվա կազմին, որ մտածել են, որ իրանք կարող են ընդդիմադիր որևիցե գործունեություն իրականացնեն։ Ես այս ամեն ինչը կանխատեսել էի Ժողովուրդ ջան, այսինքն այդ թեմայի մեջ մտնելուց դեռևս մարտ ամսից ես գիտեի այդ ինչա։ Ապրիլի 28-ին ես նույնիսկ նամակները տալուց լրագրողների առաջ ասեցի, որ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելուն դեմ է երկու մարդ՝ Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ժամանակ դա տենց ինչ-որ բուրըն քննարկումներ առաջացրեց։ Ես հիմա այս ինչ տեսնում եք, դա այդ իմ խոսքերի ապացույցն է։ Այս ժամանակում ես գիտեի, ես դա հատուկ այն ժամանակ ասեցի, որովհետեւ գիտեի հասնելու ենք այս կետին ու որպեսզի այս բացատրությունը դուք ունենայիք։ Հիմա ինչ է ստացվում, արդեն ակնհայտ եւ արձանագրված փաստ է, որ Հայաստան խմբակցությունը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել։ Հետևաբար հետեւյալ падգամավորները, սիրելի ժողովուրդ, վստահում են Նիկոլ Փաշինյանին։ Դե ԿՊԱ-ականների մասով չեմ անդրադառնում, իսկ այդ մնացած падգամավորների անունները հատիկ կարդում եմ, ովքեր այս պահից սկսած այլևս որևէ բանով չեն տարբերվում ԿՊԱ-ական падգամավորներից, ուղղակի իրանց դերակատարումներն է տարբեր։ Իրանք այդ ընդդիմադիր ձևացողները պետքա բոքսի տանձիկ աշխատեն Նիկոլի համար, որ Նիկոլը գա ինչ-որ մի տեպտի տղամարդկություն չէ, ցույց տա, որ կա ինքը տենց լուրջ հսկա ջարդող, վիշապ խեղդող ինչ-որ բանա մարդ է, այդ տեղը ընտրել է ինքը ազգային ժողովը, այդ падգամավորներին էլ Հայաստան խմբակցության падգամավորներին էլ վերապահված է Նիկոլ Փաշինյանի բոքսի տանձիկի դերը, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միշտ մնա, միշտ մեզ իշխի, այսինքն մենք ստեղ գործ ունենք երկու խմբակցությունների հետ, ովքեր ամեն մեկը մի դերակատարում է վերցրել իր վրա, որպեսզի Նիկոլ Փաշինյանը միշտ մեզ իշխի։ ԿՊ ֆրակցիայի մասին դե գիտեք, իրանք պարզ ասում են, որ իրանք գոնե դրանց ինչ-որ մի հատված ասում է, որ անընդհատ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանին վստահում է, այս երեկվանից արդեն գիտեք, որ դա իրականացնում է նաև Հայաստան դաշինքը։ Հետևյալ падգամավորները վստահում են Նիկոլ Փաշինյանին։ Օհանյան Սերյան Մուշեղի, Մինասյան Արծվիկ Գարեգինի, Ավետիսյան Թադևոս Էձիկի, Գալստյան Լիլիթ Սերյոժայի, Գասպարյան Իրինա Կոստանտինովնա, Գևորգյան Արգիշտի Նորայրի, Գևորգյան Արմեն Անդրանիկի, Գրիգորյան Աննա Արամի, Դանելյան Գառնիկ Պավելի, Խամոյան Ագնեսա Պողոսի, Խաչատրյան Արթուր Լևոնի, Խերանյան Արմինե Սամվելի, Գյուրեղյան Արմենուհի Ստեփանի, Կրպեյան Ասպրամ Թաթուլի, Ղազարյան Արման Սերյոժայի, Մանուկյան Արեքնազ Գուրգենի, Մանուկյան Գեղամ Ազատի, Մելքոնյան Մհեր Ալբերտի, Միրզոևա Զենֆիռա Կիրովի, Ռուստամյան Արմեն Եզնակի, Սաղաթելյան Իշխան Վաչիկի, Սարգսյան Արտուր Լավրենտի, Սիմոնյան Աշոտ Ժորայի, Վարդանյան Աղվան Արշավիրի, Վարդանյան Արփինե Պետրոսի, Վարդանյան Էլինար Սուրիկի, Վարդանյան Քրիստինե Մարտինի, Քոչարյան Լևոն Ռոբերտի։ Այս 28 падգամավորները վստահում են Նիկոլ Փաշինյանին եւ իրականացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար, որպեսզի Նիկոլը միշտ չասեմ, հավանաբար այս
մոտակա տեսանելի ապագայում մնա իշխանության, իրականացնում են Նիկոլ Փաշինյանի համար բոքսի, տանձիկի գործառույթ։ Իրանց վերապահված է ճոռոմ ճառեր ասել, ինչ որ կիլդիներ մեկու մեջ քարորյաների չորեքշաբթի հիմնական օրերի ժամանակ հրահրել, քֆուրներ լսել իրանց հասցեին ազգային ժողովի ամբիոնից, ինչ որ ակլորանալ, Գեգամ Մանուկյանը շատ է սիրում ցածկոտել այդ բաներում, տենց ինչ որ ընդ որում դաժե խփոցիներ չանել, գնալ տենց ինչ որ բաժանել։ Նշածս բոլոր падգամավորները անվերապահորեն վստահում են Նիկոլ Փաշինյանին։ Համենայն դեպս վստահության իրանց վստահության բանը արտահայտվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի բոլոր հնարավոր ձևերով խոչընդոտելով։ Այս մարդկանց դուք ընտրել եք նրա համար, որովհետև իրանք 21 թվականին ձեզ խաբել են, որ իրենք Նիկոլ Փաշինյանին դեմ են, որ իրենք պայքարելու են Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, եւ այդ դրա դիմաց դուք տվել եք հարգելի ընտրողներ, հարգելի ժողովուրդ, այս մարդկանց տվել եք, հավատացել եք նրանց ստերին, իրանք ձեզ ասել են կրելու ենք, դուք տվել եք ձեր ձայները, իրանք եկել են ազգային ժողով, 4 տարի զբաղվել են բացարձակ ոչինչով, այնինչ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար գոյություն ունի ընդամենը մեկ պարլամենտական գործիք, այսինքն դու հայտնվել ես պարլամենտում, դու կարաս անես մեկ բան, եթե իրոք ուզում ես Նիկոլ Փաշինյանը գնա, դա անվերապահորեն նախաձեռնել իմպիչմենտը։ Իրանք չեն նախաձեռնել իմպիչմենտ, ավելին ասեմ, իրանք իրենց ձեռից եկած բոլոր հնարավորություններով փորձում են ոչնչացնել, փորձում են խփել, փորձում են տորպետահարել այլ նախաձեռնություններ իմպիչմենտ, այսինքն իրանք պարտավոր էին, այդ պարտավորությունը եղել է ձեր հետ պայմանով, այսինքն դուք ասել եք ժողովուրդ ասել եք իրանք եկի ասել են տվեք մեզ քվե մենք կհանենք Նիկոլին, ասել եք օքեյ ախպերը, ոնց որ թե խափեփա չեք երևում գոնե առաջի հայացքից, եկեք ձեզ տան քվեն, տենանք ինչ եք անում։ Իրանք ձեր քվեն վերցրել են, ուրեմն գնացել են արտասահմանյան պայեստկեքի, այս իմ թվարկած անձանց մեջ կան մարդիկ, ովքեր դաժե ստադի վիզիտներին են գնում, հասկանում եք, այսինքն գնում են տենց ինչ-որ անիմաստ պայեստկեքի, այնքան որ պայեստկա լինի, պետության ու մեր հաշվին լինի, իրանք տենց ձրի հելն են գնան, դաժե ես հեսապարբերաբար կհրապարակեմ այդ պայեստկեքից այս падգամավորների եւ ԿՊԱ-ականների լուսանկարներից որոշները, որպեսզի նաեւ դուք տենաք ինչ հետաքրքիր տուրիստական ժամանցով են այս падգամավորները զբաղված եւ հետեւաբար իրանք չեն ուզում այդ իդիլյան կորի։ Իրանց պարզ ասել են, ինչքան դուք պայքարի մեջ մտնեք, այնքան ձեզ կզրկենք որոշ առավելությունից, իրանք էլ հով լրված են։ Այս падգամավորները ստանում են բարձր աշխատավարձ են ստանում են պետությունից, այսինքն ձեր բոլորի հարկերից զգոյացող աշխատավարձ ու ոչինչ չեն անում իրանց հիմնական խոստումով, որ եկել են ցած քվեն վերցրել, այդ խոստումը իրականացնելու ուղղությամբ ոչինչ չեն անում։ Անում են անիմաստ բաներ, ինչ որ տենց իմիտացիաներ, յանիմ տես լուրջ պայքարում են, յանիմ տես ինչ որ լուրջ հարցեր են տալի Նիկոլին։ Նիկոլն էլ ազգային ժողովի ամբիոնից ինչ ասես չի ասում իրանք էլ տենց անինքնասերների նման լրված են իրանց համար։ Հիմա իրանց գործերը լավ է։ Այդ ընթացքում այդ падգամավորներից որոշների հարազատները պետությունից շահում են տենդերներ, ասեմ ձեզ իմանաք։ Շուտով արդեն կսկսեմ այդ մասով էլ հրապարակել։ Դուք այնտեղ քիչ մասը գիտեք, այսինքն այն մասը, ինչը որ հրապարակվել է։ Այդ падգամավորներից օրինակ մեկը ՊՆ-ի տենդերներից պաշտպանության նախարարության բունկերների կառուցման, շինարարության շատ մեծ հսկայական գումարներ նախատեսող տենդերն է շահել։ Մի ուրիշ падգամավորի խնամի, ասենք, շահում է ուրիշ պետական շինարարական տենդերներ։ Մի ուրիշ падգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունից պետականորեն գնվում են ավտոմեքենաներ ու ցենց լիքը շարունակ։ Հետևաբար այս վիճակը իրանց ձեռ է տալիս։ Իրանց ձեռնտու է այս վիճակը։
մեզ ձեռ չի տալիս, օրինակ ինձ ձեռ չի տալիս այս վիճակը, ես այդ մասով անում եմ որոշակի քայլեր։ Իսկն դուրս եմ եկել, օրակարգ եմ ձևավորել, այսպես ասած։ Կռիվ ենք տալիս ես, Էդգար Ղազարյանն էլ ձեռ չի տալիս այս ամեն ինչը։ Կարծում եմ իր անկեղծության վրա դուք կասկածելու առիթ չունեք իր անկեղծ միտումների վրա կասկածելու առիթ չունեք։ Դες լիքը մարդիկ այնքան անկեղծ հավատացել են այս խաբեբաների բաներին, կոչերին ու բաներին, որ օրինակ գնացել են ինչ-որ իրանց կոչով գնացել ինչ-որ գործողություն են արել, բանտ են նստել, հասկանում եք, դատվում են, աշխատանքից են հեռացվում, բայց այս խաբեբաները իրանք այդ սաղ կազմակերպել են, իրանք անձամբ ոչինչ չեն անում, իրանցից հասնում է ընդամենը այս պահին, որտեվ իրանք պետք է եթե իրոք հլեն, իրանք նախաձեռնեին, իրանք պետք է անեին, դա ոչ թե ես ու Էդգարը պետք է իրանք բզեինք, ասենք մի հատ քնիցելը զարթն է, կարա։ Հելեք ու մի հատ արեկեն ինչ որ խոսք եք տվեք 21 թվին։ Այնպես տպարությունն է, որ իրանք 26 թվի ընտրություններին սպասում էին 21 թվից, այսինքն 21 թվի ընտրությունները բրծավ, իրանք էլ անելու ոչ մի բան չունեին։ Հով լրվել էին իրանք բազկաթոռների վրա ու այտենց աթոռ էին մաշացնում 5 տարի։ Մտած տպավորությունն է։ Հիմա 26-ին էլ էլի որոշել են, Ժողովուրդ ջան, հիմա ամենակարևորը որն է։ Այս մարդիկ որոշել են, որ 2026 թվին գալու են նույն ձև ձեզ խաբեն, ընդդիմադիր մարդկանց եմ էլի հիմա դիմում։ Որոշել են գան ձեզ խաբեն, նույն ձև ձեր քվեն ստանան, էլի ոչինչ չանեն 5 տարի։ Այս մասով հենց հեսա այս մանրամասն կանրադառնամ էլի այդ թեմային։ Այս մարդիկ, իմ թվարկած մարդիկ Հայաստան խմբակցության падգամավորները, երեք հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանի անվստահությանը կմիանան ԿՊ-ից հետո, այսինքն մի հատ տենց ԿՊ-ն միանա Նիկոլ Փաշինյանի անվստահությանը, հետո նոր իրանք, այսինքն իրանք ԿՊ-ից հետո են պայքարելու Նիկոլի դեմ, ջոգեցիք, Ժորժ ջան, իմաստը։ Սա այս իրավիճակի ամենակուրիոզ պահերից է, լուրջ եմ ասում։ Մարդիկ լուրջ դեմքով, ովքեր ձեզ ասում էին կրելու ենք, ովքեր ձեզ ասում էին, որ Նիկոլը պետք է գնա, ովքեր ձեզ ասում էին, որ ես իմ ինչ, հիմա այդ մարդիկ ասում են ախպեր մենք ոչ մի բան չենք անելու, թող ԿՊ-ն հանի Նիկոլին, հենց որ սաղը կպնեք Ժորժ ջան, հանեք, ժողովուրդը հելի փողոց, սաղով տենց միանան, ԿՊ-ն ստորագրի բան, այդ վաղտ մենք կմիանանք, այդ վաղտ ընդհանրապես պետք է չի ոչ մեկ միանա։ Իրանք 18 թվին էլ տենց արեցին, էլ իրանք տենց վերջի պահին միացան Նիկոլին առաջադրեցին այդ մարդկանցից ոմանք, այդ թվարկածս մարդկանցից մեկը նույնիսկ ազգային ժողովի ամբիոնում ելույթ ունեցավ ու Նիկոլի առաջադրումը արեց, գոված, այդ ելույթի վիդեոն կա, դա էլ շուտով արդեն հրապարակային կդառնա, որտեղ ասեց, որ օր առաջ էր պետք Նիկոլին բերել իշխանության, օր առաջ պետք էր վարկյան առաջ լիներ, այս ինչի սենց ուշացավ, բայց ինչպես ժողովուրդն է ասում, ուշ լինի, նուշ լինի, էսի ցիտում եմ այդ մարդու բառերը։ Այդ մարդը հիմա այս ցուցակի մեջ է, Հայաստան խմբակցության դեպուտատներից է։ Հիմա էլ նույն ձևով սպասում են, որ Դավիթը Համբարձումյան կհաղթի, իսկ նա անպայման հաղթելու է, իսկ այդ գործընթացը անպայման տեղի ունելու, վերջում կան ասեն օր առաջ էր պետք Դավիթ Համբարձումյանին ընտրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միջոցով։ Օր առաջ էր պետք վարչապետ ընտրել։ Ինչու ուշացրեցինք։ Ուշ լինի, նուշ լինի։ Այսպես բաներ իրանք ունեն պատրաստի տեքստեր, որոնք որ այդ որ մեկ իշխանության է գալի, իրանք դες հելում են, դեմից հայտարարում են։ Այս մարդիկ հիմա բացատրեմ, հիմա մարդկանց մոտ հարց առաջանում, չէ՞, ախպեր, այս քի ասենց, էսի սենց ոնց ասենց ելումի։ Իրականում այս մարդիկ Ռոբերտ Քոչարյանի ճնշման տակ գնում են ինքնահեղինակած զրկման։ Այս մարդկանց ճնշում է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա մենք գիտենք, որ ԿՊ-ում ասում ենք, որ ԿՊ-ում կան Նիկոլի ուսապարկեր, Հայաստան խմբակցությունն էլ վերածվել է Ռոբերտ Քոչարյանի ուսապարկերի խմբակցության։ Ռոբերտ Քոչարյանին բացարձակապես պետք չի իմպիչմենտը, Ռոբերտ Քոչարյանին պետքա ընդամենը, դաժե հաղթանակ էլ պետք չի, Նիկոլ հեռանոցում էլ պետք չի, Ժորժ ջան, Ռոբերտ Քոչարյանին ընդամենը պետքա 10-ի կարգի մանդատ, իր քաղաքական ներկայությունը Հայաստանում եւս 5 տարի ապահովելու համար, որ ասենց ժամանակները, որ ասենց ինչ-որ գան, իր հետ ինչ-որ բաներ բանակցեն, հիմա եթե ինքը 28
ուսապարկերը չունենար ազգային ժողովում, ով էր գալու Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ խոսար։ Ռոբերտ Քոչարյանն է, էլի այդպես լրված է իր համար։ Որևիցե խոսալու բան չկա։ Ես ինչպես առաջ հայտարարել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռեսուրս չունի։ Դա իրականություն է, այս այդ մասին էլ կխոսամ։ Սա, ինչպես ասացի, կանխատեսված էր։ Կանխատեսված, այսինքն գիտենք, եթե գիտենք, նշանակում է մենք գիտենք դաշի ինչ ենք անելու, այս այդ էլ կասեմ։ Ռոբերտ Քոչարյանին ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա մինչև 2026 թիվ։ Ասեմ ինչի, ժողովուրդ ջան, որտեվ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայելային արտացոլումն է։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ասելիքը Նիկոլ Հեռացիրն է, ընդհանրապես ուրիշ քաղաքական ասելիք չունի։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ասելիքը Ռոբերտ Թալանչին է։ Ընդ որում ասում եմ հանուն արդարության ասեմ, ես չեմ համարում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, որ վատ տարիներ են, առավելևս չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանի նման վատ կառավարիչը կարա իրավունք ունի քննադատի որևիցե նախագահի, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյան։ Հիմա նայեք, Ռոբերտը ասում է տականք Նիկոլ, Նիկոլը ասում է տականք Ռոբերտ, Ռոբերտը ասում է ով որ ուզում է Նիկոլ տականք Նիկոլը գնա ընտրեք ինձ, Նիկոլը ասում է ով որ ուզում է տականք Ռոբերտը չգա ընտրեք ինձ։ Այսինքն այսպես մի հատ դուալիզմ է ստեղծվել, երկընտրանք է ստեղծվել, որով Նիկոլը պարտադրում է Քոչարյանին ատողներին ձայն տան իրան, Քոչարյանը պարտադրում է Նիկոլ ատողներին ձայն տան իրան։ Այսինքն երկուսին ձեռնտու իրավիճակ է, որովհետև բնականաբար Քոչարյանին ատողները Նիկոլին ձայն չեն տա, Նիկոլին ատողները Քոչարյանին ձայն չեն տա, այս ամեն ինչը sense գեղեցիկ շարունակում էր մինչև այս վերջերս։ Մինչև այն պահը, երբ որ Ռոբերտ Քոչարյանին մեր կողմից, հանրության կողմից, այսինքն իր խմբակցությանը, որի հետ ինքը իրան նույնացնում է, իրականում չգիտեմ ինչի, դրա իրավունքներ չունի, պարտադրվեց անել գործողություն, որպեսզի ասեց, մենք ասենք ախպեր, ահա դու ասում ես տականք Նիկոլ, չէ՞, պարոն Քոչարյան, այս պարոն Քոչարյանն է պատկերացի։ Ահա դե ուրեմն պետք է հիմա անվստահություն հայտնես, որ տականք Նիկոլ հեռանալ, Քոչարյանը հասկանում է, որ եթե իրոք քայլեր անի Նիկոլին հեռացնի, ապա այդ դեպքում Նիկոլը կհեռանա, ու ինքը այսպես Նիկոլը գնաց ու մնաց Քոչարյանը մնաց մենակ։ Ինչ ասելիք ունի մենակ Քոչարյանը, ոչ մի ժողովուրդ ջան։ Մենակ Քոչարյանը հասկանում է, որ ինքը իր 3 հատ ձենել չի ունենալու մենակ մնալու դեպքում։ Եթե Նիկոլը չկա, Նիկոլը ասենք հաղթեցինք մենք։ Ու ես հստակ եմ ասում, որ դա անպայման լինելու է, այսինքն այդ հաղթանակից անմիջապես մի օր հետո քաղաքական դաշտում այլևս անելիք չունի Ռոբերտ Քոչարյանը։ Եթե հայելու մեջ ասենք դուք նայում եք հայելու մեջ ու տեսնում եք ձեր արտացոլումը, եթե դուք գնաք այդ արտացոլանքն էլ է կորելու, չի արտացոլանքը չի մնալու հայելու մեջ։ Այս իսկ պատճառով Ռոբերտ Քոչարյանը ամեն գնով պահում է, սա հայտարարում եմ ամբողջ պատասխանատվությամբ, ամեն գնով պահում է Նիկոլ Փաշինյանին իշխանության, որպեսզի 2026 թվականին գոնե 3 հատ ձայն ունենա։ Հակառակ դեպքում ինքը ձայն չունենա։ Նիկոլ Փաշինյանի արկայության դեպքում մաքսիմալը Ռոբերտ Քոչարյանի, եթե իրան հաջողվեց մի հատ էլ խաբել հանրությանը, ասել, որ ինքը Պուտինի ընկերն է, բան sense շատ վատ ստեր ասել, որտեվ իրականում հասկացանք, որ ինքը Պուտինի ընկերը չի։ Այսինքն կամ նույնիսկ եթե ինչ-որ հարաբերություններ ունի Պուտինի հետ, դա ամենևին չի նշանակում, որ Պուտինը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անպայման ստեղ պետքա գա իշխանության։ Պուտինը իմ հասկանալով խորապես թքած ունի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերայի վրա։ Եթե հաջողվեց էլի ինչ-որ մի քանի էշ գտնել, որին համոզի, որ ինքը ես Պուտինի ընկերն եմ, ես հեսա գամ իշխանության, իրան 10 մանդատ է սպասվում։ Այսինքն հիմա պատկերացրեք, այսօր մենք կռվում ենք, մենք բոլորս կռվում ենք, որ Նիկոլը գնա, Քոչարյանը ասում է, չէ, մի կռվեք, որ ես 10 մանդատ ունենամ մի տարի հետո։ Հասկանում եք, այսինքն մենք այսօր այս կռիվը իրա ուզել, իրա պատկերացումներով, իրա ցանկությամբ վարի ենք տալի, Նիկոլը մնում է վարչապետ, որպեսզի Քոչարյանն ունենա 10 մանդատ։ Այդ 10 մանդատի համար իր քաղաքական ներկայությունը ապահովելու համար Ռոբերտ Քոչարյանը ստեղծել է ինչ-որ քֆուրչի հիմարների հավաքածու։ Ես դրանց անվանում եմ Քոչարյանի 18 ինտերնետային աջակիցներ։ Մինչև հիմա ինչ-որ բաներ փորձել են, որ ես իմում ենք քֆուր տվել, նրան են քֆուր տվել։ Մենք որ մտնում ենք այս թեմայի մեջ, ես եւ Էդգար Ղազարյանը, մենք թքած ունեինք այդ 18 հիմար բեզաչոտնիկ ջադուների, պարավկանիկների ինչ-որ սեռական ֆանտազիաների վրա։ Թքած ունեինք։
Մենք մեր գործով բերեցինք, հասցրեցինք այն վիճակի, որ այդ կնիկները արդեն ինֆարկտ են ստանում, քանի որ շատ տարիքով կանայք են եւ ինֆարկտի խոցելիության խմբում են գտնվում։ Այսինքն մեծ էլ չի ազդում։ Եվ Քոչարյանին մնում է այդ իր 28 Իրան ճակերտավոր եմ ասում, որտեղ այդ 28 падգամավորները ըստ էության Իրանը չեն։ Կարող է ինքը հեղինակությունը այդ падգամավորների համար ընդունում եմ, նորմալ է, բայց իր ջեբի падգամավորները չեն։ Երեք ինքը ցույց տվեց, որ այդ падգամավորները իր ջեբի падգամավորներ են, որովհետև երբ որ ես ասում եմ Քոչարյանը ամեն գնով փորձում է Նիկոլին պահի իշխանության, հիմա Նիկոլին ինքը պահում է 28 падգամավորների հեղինակազրկման միջոցով։ Հեղինակազրկումը, այդ մարդիկ ընտրել են իրանք հեղինակազրկելու միջոց, ինչ որ ստեր են տարածում, ինչ որ բանի զուգարանի թղթի վրա ստորագրում են, տենց դնում են, այ մենք ստորագրություն ենք, նայեք, իմ ստորագրություններ ունենք, նայեք, ասենք մեծ սեռը հասուն մարդիկ են, падգամավորներ են, ասենք, ընկել են երրորդ դասարանի հիմար ստեր են ասում։ Եթե Էդգարը երեք լավ ասաց, եթե ուզում եք մեզ խաբեք, մի քիչ ավելի տենց լուրջ բաներ մտածեք, էլի, այդպես հիմար բաներով մենք վիրավորվում ենք, որ մեզ ուզում եք խաբեք։ Հայաստան խմբակցությունը ընտրել է հանրությանը խաբելու 26 թիվը հələ չի եկել, բայց արդեն սկսել են խաբել։ Այս ամեն ինչը իհարկե ուղիղ անդրադարձ է ունենալու 26 թվի իրանց նկատմամբ ընտրողների վերաբերմունքի վրա։ Ես խոստանում եմ ձեզ, որ դա անհատապես բոլոր այդ падգամավորների վրա կանդրադառնա։ Ես ձեզ խոստանում եմ, որ այն падգամավորները, ովքեր 5 տարի եղել են, ու պրիտոմ կապ չունի ինչ Զազորով, հա, այնտեղ падգամավորներ կան, որ ասենք 3 տարի են եղել, դուս են եկել եւ այլն։ Իմպիչմենտի հնարավորությունից սկսած 2022-ի օգոստոսից սկսած այն մարդիկ, ովքեր եղել են, ներողություն եմ խնդրում, իմպիչմենտի գործընթացի հնարավորությունից սկսած այն մարդիկ, ովքեր եղել են ընդդիմադիր падգամավորներ ու չեն նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց, այսինքն անգործությամբ են զբաղվել, պորտաբուծությամբ են զբաղվել, խաբել են հանրությանը, քվե են ստացել, այդ մարդիկ, անվանական եմ ասում, այդ մարդիկ չեն լինելու հաջորդ խորհրդարանում։ Այդ մարդկանց մասով առանձին անհատապես ես աշխատանք եմ տանելու, որպեսզի նրանց այլևս չհաջողվի խաբել հանրությանը եւ ձայներ ստանալ։ Այդ առումով հիմա մի հատ հետաքրքիր բան ասեմ ձեզ։ Ես հիմիկվանից սկսում եմ մի հատ ֆիլմի ստեղծման աշխատանք։ Ֆիլմը կոչվում է Ընդդիմադիր խաբեբաները։ Ֆիլմը փաստագրական բնականաբար ֆիլմ է լինելու։ Այդ ֆիլմը ես հիմա մի հատ այսպես բան կանեմ, հաշվարկները, բաները կանեմ, կներեք, ներողություն։ Տեսնեմ ինչ ֆինանսական միջոցներ ա պետք այդ ֆիլմի նկարահանման համար, այդ ֆինանսական միջոցները նաև հայտարարությամբ կդնեմ, մարդիկ հանրությունը կմիանան այդ ֆիլմի ստեղծմանը, ես ուզում եմ, որ դա անպայման հանրության նաև անմիջական մասնակցությամբ այդ ֆիլմը լինի, դրա պրեզենտացիան կդնեմ 2026-ի երևի մայիս ամսին, մայիս ամսից այդ ֆիլմը անպայման անոնսներով, բաներով ամբողջությամբ կտարածվի, մարդիկ թող տեսնեն այս գումարման խորհրդարանի բոլոր ընդդիմադիր խաբեբա падգամավորներին, նրանց գործունեությունը, նրանց տված խոստումները, նրանց ասած ճառերը, նրանց նույնիսկ տված երթումները, տենց բաներ էլ կա։ Այդ ամեն ինչը կդնենք, մանրամասն կբացատրենք անուն, դեմք առ դեմք, դուք կտեսնեք ովքեր են ընդդիմադիր խաբեբաները։ Եվ եթե ցանկություն կունենաք ընդդիմադիր խաբեբաներից որևէ մեկին ընտրելու, խնդրեմ, կարող եք ընտրել։ Չէ, կներեք, ավելի շուտ կանեմ այդ պրեզենտացիան ցուցակների կազմման ժամանակ կանեմ, որպեսզի դրանցից ոչ մեկ ցուցակ չմտնի։ Ոչ մեկ պետք է չմտնի որևէ ցուցակ։ Այդ խաբեբաներից ոչ մեկ պետք է ցուցակներից ոչ մեկում չլինի։ Այսինքն շատ կներեք, այսի հնդածս նոր ֆիքսեցի, այդ բանը կանեմ։ Ամենայն դեպս ոչ մի ձև կհասկանամ ինչ տարբերակով եմ անում կամ այդ մարդկանց անունները կհրապարակեմ կամ ֆիլմից մի հատված կամ հենց այդ ֆիլմը այդ վաղ պատրաստ կլինի, որպեսզի նրանք որևէ ցուցակում այլևս չլինեն։ Սա շատ կարևոր բան է։ Հիմա նորից անդրադառնանք մոտիվացիային, ինչի։ Ուզում եմ հասկանաք, որ Ռոբերտ Քոչարյանը չունի հանրային աջակցություն, ժողովուրդ ջան։ Ռոբերտ Քոչարյանը այսօր
100 հոգանոց միտինգ չի կարող անի 100 հոգի ինքը իրան հավատացող այլևս չունի որպեսզի ինքը ցած կանգնի այդ 100 հոգին գան լսեն ինքը ինչ ասում չունի այդքան մարդ ինքը ավելին ասեմ ձեզ Դավիթ Համբարձումյանի վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանի մարդկային ռեսուրսի 2%-ն չունի այս պահի դրությամբ Եվ Ռոբերտ Քոչարյանին մնացել է ասենց ինչ-որ տվայտանքներ եւ այլն այդ քֆուրչիներին խոտ տալ իմիջիալոտ ասեմ դա ուղիղ նշանա որ արգումենտները վերջացել են ուղիղ նշանա որ Ռոբերտ Քոչարյանի մոտ խոճապային տրամադրություններ են որովհետեւ այլևս ինքը իրավիճակին էլ չի տիրապետում չի կարողանում իրավիճակի վրա բավարար ազդեցություն ունենա որպեսզի շարունակի Նիկոլ Փաշինյանին պաշտպանել Իսկ դա նշանակում է, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանի մասով իր ծառայությունները իր ՕԳԳ-ն նվազելու է եւ կարծում եմ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի Ռոբերտ Քոչարյանի ծառայություններից, այսինքն այլ արդեն պետք չի լինի Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ սա արդեն տեսել են, որ Ռոբերտ Քոչարյանը այլ ընդդիմադիր չի։ Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը այլևս չի կարող Նիկոլ Փաշինյանի համար այս բանել է հայլային արտացոլանքի դերակատարումը հաջող տանել այնպես որ կարելի է իրականում նույնիսկ ինչ որ փուլից արդեն լրիվ հանգիստ թողել Ռոբերտ Քոչարյանին թող ինքը իր գործերով զբաղվի ռեսուրսի մասով իհարկե դա ապացուցված փաստ է երկու օր առաջ օդանավակայանում ես տեսա 4-5 Քոչարյանականի 4-5 Եվ տեսա հազարավոր Դավիթ Համբարձումյանի աջակիցների ու ընկերների։ Հա ցույց է տալի, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մնացել են 4-5 հոգի ընդհանրապես, ուրիշ չկա։ Եվ սա խնդիրը, որ Ռոբերտ Քոչարյանը անպայման ուզում է, որպեսզի իմպիչմենտի գործընթացը տեղի չունենա, դա փողոցում չապացուցվի, իսկ դա անպայման տեղի է ունենալու, այսինքն փողոցել է լինելու, ժողովուրդ ջան, ես վստահ ասում եմ, այս բաները իրանց բոքսի տանձիկի դերում դրած ազգային ժողովի կեղծ ընդդիմադիրները չեն կարող բնականաբար ազդել իմպիչմենտի գործընթացի վրա բնականաբար անձամբ ես ով որ նախաձեռնության առաջ կանողներից մեկն եմ հանդիսանում հստակ գիտեի որ մենք այսօրվան հասնելու ենք որտեղ Հայաստան Դաշինքի խմբակցության падգամավորները ասենց կմկմալով կարմրելով ինչ որ ստեր են ասելու առանց ամաչելու Այդ գիտենք, այսինքն եթե գիտենք, նշանակում է գիտենք նաև ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Ուրեմն ուժեղացնում ենք ճնշումները այս մարդկանց վրա, այս ցուցակը որ կարծեցի, այս մարդկանց վրա։ Անպայման, սա զուգահեռ անպայման պետքա գնա։ Նիկոլին վստահող այս падգամավորները իրանք մի հատ շատ մեծ վախ ունեն, իրանք վախենում են, որ 26 թվին հանրությունը իրանց ձայն չի տա։ Մենք այդ վախից պետք է բռնենք Այդ վախը պետք է sense պահենք, որտեվ այդ է մեր լծակը հարգելի հանրություն, հարգելի ընտրողներ, ու ասենք ախպեր, եթե դու ուզում ես 26-ին մտնես հեղինակազրկվածի կարգավիճակով, շարունակիր վստահել Նիկոլին։ Եթե գալու ես մեզնից ձեն ուզես, ուրեմն արագ միացի իմպիչմենտի նախաձեռնությանը կամ ինքդ նախաձեռնիր նման գործընթաց ու դա արա հիմա, ոչ թե սпасելով, ոչ թե եսի բիչ։ Անպայման հայտարարեք, որ դուք իրենց ձայն չեք տալու։ Անպայման հայտարարեք այդ մասին։ Գրեք։ Ամենակարևոր բանը, որ կարաք դուք հիմա գրեք, ոչ վիրավորեք այդ մարդկանց, ոչ բան, իրանք են ընտրել իրենց ճակատագիրը։ Այդ падգամավորների հարգելի կոչ եմ անում հիմա։ Այդ падգամավորների բանի տակ Facebook-յան գրառումների տակ Միգուցե նաև ուղիղ հանդիպումների պատահական կամ ոչ պատահական դեպքում անպայման իրենց ասեք, որ դուք իրենց ձայն չեք տալու։ Մենք այդտենց մի հատ ֆլեշ մոբել կանենք շուտով, արդեն խմբերով կգնանք այդ падգամավորների մոտ, տենց վիդեոներ կնկարենք, որ մենք իրենց ձայն չենք տալու։ Արդեն մենք ուղիղ արդեն հողի վրա կսկսենք, գետնի վրա ոչ թե sense Facebook-ով, այլ գետնի վրա կսկսենք այդ падգամավորների հետ առնչվել։ Առանց վիրավորելու, առանց ինչ-որ վատ բան ասելու, կգնանք ուղղակի sense վիդեոն պահած, կասենք հարգելի ես ինչան, դու այլևս ընդդիմադիր չես համարվում, դու ԿՊԱ-ական падգամավորներից մեր համար մեկն ես, հետեւաբար ընդդիմադիր ոչ մեկ քեզ ձեն չի տալու։ Այս sense վիդեոներ ենք անելու, հենց այդ էլ կասեմ, այդ մասով ԱԳ-ին երեք քննարկում եղավ Արթունենքի բանին, նիստին։
Իհարկե չենք ընտրելու հանրությանը խափած եւ 5 տարի ոչինչ չարածներին։ Այսքանը այս մասով ավելին ասեմ ձեզ, դուք գիտեք, որ ես միշտ ինչ-որ պահած լավ գործընթացներ ունեմ, հավատացում ձեզ ինձ հիմա էլ տես մի հատ գործընթաց է գնում այս պահին, հավատացնում եմ ձեզ, այնպես չի, որ այս Հայաստան խմբակցության այս դիրքորոշումը վերջնական է, ես անձամբ դուրս չեմ փակում իրենց համար, ես գլուխս կախիմ գործը կանեմ, որ պահին իրանք կվերանային իրանց դիրքորոշումը, բարով վերանային, ես իրանց նորից կընդունեմ ինձ որպես եղբայրներ եւ քույրեր։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, կռիվը գնում է, իմպիչմենտը լինելու է, իսկ Դավիթ Համբարձումյանը տեսակ դուք արդեն ինչպիսի մեծ լայն աջակցություն ունի որպես տեխնացու, ունի Հայաստանի ամենամեծ, ամենախոշոր քաղաքական միավորի, ռեսուրսալի քաղաքական միավորի աջակցությունը եւ կոնսոլիդացիան քաղաքական գնալով շարունակվում է Համբարձումյան Դավիթի տեխնացության շուրջ, իսկ այն մարդիկ, ովքեր այս պահին հենց մասնակցային իրավունքով չեն արագ միանում այս process-ին, հետո ուղղակի պրոստը գալու են կողից, այսպես ասեմ, վիզները ծուր վիճակում միանան։ Ամեն ինչ արտակարգ է, ամեն ինչ լավ է, մենք 24 ժամ կարելի ասել աշխատանքային process-ի մեջ ենք, երեք արթուն ենք շարժման մեր հավաքին մեր խնդրանքով եկել էր մասնակցում էր նաև տեխնացու Դավիթ Համբարձումյանը, շատ հետաքրքիր պրոդուկտիվ քննարկումներ ունեցանք, շատ այնց անկաշկանդ, պարոն Համբարձումյանի հետ նստեցինք, խոսացինք, շփվեցինք, հարցեր տվեցին մարդիկ, ինքը հարցերին պատասխանեց, որոշակի բաներ, ինքն էլ տեսավ ոնց է կազմակերպվում այդ աշխատանքը, ոնց է այդ գեներացվում իդեաները, ոնց է իդեան դառնում գործ հողի վրա եւ այլն, իրականում շատ արտակարգ լավ հանդիպում ունեցանք։ Իմ մոտ հանդիպումների աննորմալ գրաֆիկ է, ես ներողություն եմ խնդրում իմ ընկերներից, իմ ոչ քաղաքական ընկերներից, ում չեմ կարողանում այս ընթացքում ավելի հաճախ տեսնել, ավելի հաճախ կապի մեջ լինել, բայց օրինակ 2 օրվա մեջ ժամուկես էի քնել ես անընդհատ ինչ-որ կազմակերպչական տարբեր հարցերի շուրջ եմ, դրա համար ոչ քաղաքական շփումները այս փուլում խնդրում եմ ներող եղեք ընկերներ ջան, իմ հարազատներ ջան, դա ավելի ուշ կփորձեմ ինչ-որ ձևով լրացնեմ։ Այսքանը լավ եղեք ժողովուրդ ջան, ոչ մի ինչ-որ էքստրա բան չկա, մարդիկ որոշել են հեղինակազրկվեն, ինչ ա եղել, իրանց որոշումն է, թող հեղինակազրկվեն, մենք էլ ամեն ինչով կօգնենք, որ շատ հեղինակազրկվեն իրանք։ Եթե տենց այդ ճանապարհն են ընտրել, եթե ընտրել են հեղինակազրկվելու ճանապարհը, եթե ընտրել են խաբեփա անդիմադիր դառնալու ճանապարհը, եթե ընտրել են Նիկոլի Բոքսի տանձիկ դառնալու ճանապարհը, դա իրանց ընտրությունն է, մենք դա անպայման անընդհատ առանց հոգնելու դա արձանագրելու ենք, հեսա նկարներով ենք տարածելու, մեր երեխեքից մեկը հեսա այդ Նիկոլի Բոքսի տանձիկների այդ նկարներով sense մի հատ մեծ կոլաժ է սարքելու, դա ենք ակտիվ տարածելու, ինչ ա եղել։ Եթե մարդիկ դա ընտրել են, իրանց դա օքեյ է, մենք միայն կարող ենք մեր ուժերը դնել, որպեսզի բոլոր հանրությունը, ամբողջ ընտրողները, բոլոր ով կա, սաղ իմանան ընտրության գնացը, սա Նիկոլի Բոքսի տանձիկ ա եղել։ Հիմա էս ինչ բանում է, ցուցակում է, այդ ցուցակը չարժի ընտրել, որովհետև այնտեղ այդ ցուցակը կազմված է նաև Նիկոլի Բոքսի տանձիկներից։ Ինչքան էլ խառն են, սրանց տետանեն, որ ցուցակում եղավ Նիկոլի Բոքսի տանձիկներից որից է մեկը, այդ ցուցակը բնականաբար էլ ընդդիմադիր համարվել չի կարող։ Այդ ցուցակը Նիկոլի Բոքսի տանձիկի ցուցակադարն ու եթե ցուցակում մի Նիկոլի Բոքսի տանձիկ ալում։ Այնպես որ ձեր ցավն էլ տանեմ։ Լավ եղեք, մենք գոշի բան չունենք կորցնելու, կորցնողները իրանք են։ Հուսով եմ արագ այդ բանը կգիտակցեն ու հետ կգան։ Լավ մնացեք։